Հետագրվել է 8 պատգամավոր Սամվել Նիկոյան, խնդրեմ պարոն Նիկոյան։ Շնորհակալություն, հարգելի պարոն Սարգսյան, իմ կարծիքով մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներից ամենակարևորները հետևյալ հարցերն են. Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, սոցիալ-տնտեսական իրավիճակը, այսինքն սոցիալական խնդիրները եւ արտագաղթը։ Եվ անկեղծ ասած ձեր ելույթում դուք այդ կետերին անդրադարձաք եւ կարեւորեցիք։ Այդ իսկ պատճառով իմ հարցը վերաբերում է ազգային անվտանգությանը եւ մասնավորապես այն հանգամանքին, որ Ադրբեջանը վերջին տասնամյակում միլիարդավոր նավթադոլարներ է տրամադրել իր բանակի սպառազինությանը եւ առիթը բաց չի թողնում հողորտալու եւ Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու։ Եվ անկեղծ ասած իր սպառնալիքը իմ կարծիքով ապրիլյան պատերազմը հենց այդ նպատակով ինքը սանձազերծեց եւ իր առջեւ դրել էր մեծ խնդիրներ։ Այժմ իմ հարցը ըստ ձեզ պարոն Սարգսյան, իր պլանավորածի որ մասով Ադրբեջանը եւ ինչ խնդիրներ կարողացավ լուծել եւ երկրորդը եւ ամենակարևորը, ինչ եզրահանգումներ եւ քայլեր կատարեց Հայաստանի Հանրապետությունը, մեր կառավարությունը եւ ժողովրդի լեզվով ասած, որն է ապրիլյան պատերազմի դասերը եւ ինչքանով ենք մենք դա կարողացել լուծել։ Նախ պետք է ասեմ, որ ապրիլյան պատերազմը եւ անակնկալ էր եւ անակնկալ չէր։ Այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են ինչ որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ եւ չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողմի համար էլ։ Այս առումով մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Թե ինչքան հաջողվեց Ադրբեջանի ղեկավարությանը իրականացնել իր ծրագրերը, կարծում եմ այսօրվա շփման գծի պատկերը խոսում է այն մասին, որ իհարկե ոչ։ Հաջորդ դասը այն է, որ մենք շատ երկար ժամանակ պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնենք մեր զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություններ արտադրելուն եւ որ ամենակարևորն է հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելու, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելու եւ ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունը ամրապնդելու։ Ցանկանում եք արձագանքել, պարոն Նիկոյան։ Այո։ Խնդրեմ։ Շնորհակալություն պարոն Սարգսյան, մենք կարող ենք արձագանքել, որ ինչպես դուք ձեր պատասխանում նշեցիք, որ վերջին 2 տարվա ընթացքում մեր բանակում կատարված բոլոր բարեփոխումները, սկսած նոր զինատեսակների ձեռքբերումից եւ արտադրելուց եւ դրանք կատարելագործելուց վերջացրած կադրային փոփոխությունները կատարվում են հաշվի առնելով ապրիլյան պատերազմի վերլուծությունը եւ հագարագործի ռազմական սպառազինության եւ մարտավարական առանձնահատկությունները։ Մենք կարող ենք այդպեսի հասնել։ Այո, ընդհանուր առմամբ այո, եւ բոլորդ վկան եք եղել այն բարեփոխումների, որ իրականացվում են մեր զինված ուժերում եւ մեր զինված ուժերի զարգացման եւ տնօրինապլանը հենց դրա մասին է խոսում։ Բայց ինչ որ ապագայում է լինելու է, բայց այն ինչ որ արդեն արվել է առաջնագծի լրացուցիչ կահավորում, սեփական ռազմաարդյունաբերական համալիրի խնդիրների ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը եւ այլն մեզ վստահություն են ներշնչում, որ մենք այլևս այն չենք, ինչ եղել ենք մինչև
2016 թվականի ապրիլը։ Շնորհակալություն, Կարեն Բեկարյան։ Շնորհակալություն, Արգելի պարոն Սարգսյան, Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կարծես լավատեսության տեղ այս պահեթությամբ չի տալիս։ Բոլորիս համար հստակ է նաև, որ դա պայմանավորված է Ադրբեջանի ղեկավարության ոչ կառուցողական մոտեցումներով եւ կեցվածքով։ Այս պարագայում ինչպես եք պատկերացնում խաղաղ բանակցությունների ապագան եւ այս իրավիճակում ինչ նոր քայլեր եք պատրաստվում ձեռնարկել եւ ինչ քայլեր են հնարավոր Ադրբեջանի ղեկավարությանը բանակցային առավել կառուցողական հում վերադարձնելու համար։ Շնորհակալություն։ Իրոք բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասել, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է։ Կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար։ Պետք է ասեմ, որ մինչ այս փուլը մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի իրոք բանակցային process-ում աշխուժություն տիրի, որպեսզի բանակցային process-ում ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան եւ հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար։ Բայց ցավոք սրտի ոչ միայն կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլ նաև վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու եւ այլ հարցերով մեր հանդիպումները եւ բանակցությունները ընդհանրապես որոշ ժամանակ հետո պարզվում են, որ անտեղի են, որովհետեւ մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում։ Մեկ անգամ եւս հստակորեն ես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը եւ հիմքում ունենալով Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության նախագահի ղեկավարության պնդումները ասելու, որ մենք պատրաստ ենք եւ մեր ցանկությունն է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը։ Եվ այդ խնդիրը կարող է լուծվել, բանակցային process-ը կարող է ակտիվանալ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը դենք գցի իր այն սին պատկերացումները, որ փոխզիջումները նշանակում են միայն զիջումներ Լեռնային Ղարաբաղի կողմից կամ Հայաստանի Հանրապետության կողմից։ Այդպես լինել չի կարող։ Իսկ ապագան ցույց կտա, թե ինչ լրացուցիչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել, որպեսզի մեզ համար այդ ամենակարևորագույն խնդիրներից մեկը ստանա արդյունավետ ընթացք։